Տեսեք, քաղաքացիական պայմանագիրը փաստացի ընտրություններին պարտվել է, չնայած ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ունեցել այնտեղ, դրանից հետո կնքվել է համատեղ կառավարման հուշագիր, այսինքն դե յուրե մենք մաս ենք կազմել նաև կառավարման եւ ազնիվ գտնվելով գյումրեցիների հետ, որովհետեւ գյումրեցիները մեզ իրենց ձայնը տվել էին մեր նախընտրական ծրագրերի համար, որովհետեւ մենք կարողանանք իրագործենք մեր նախընտրական ծրագրերը, բայց այդ նախընտրական ծրագրերը անհնարինության էր առաջ էին կանգնել այդ խնդիրները լուծելու եւ դրա համար որոշում կայացվեց, որովհետեւ ազնիվ լինենք մեր ընտրողների հանդեպ, որովհետեւ այն քվեն, որը տվել են մեր ինչ փոփոխությունների համար, որ տվել էին ընտրողները իրենց ձայնը, մենք ազնիվ գտնվեցինք եւ խզեցինք հուշագիրը Պալասանյան դաշինքի հետ։ Այսինքն ապագան չկարողացաք տեղ հասցնել Գյումրի։ Ապագան միշտ տեղ է հասնում, ապագան կա, այդ կարգախոսն եք ուզում մեջ բերել, բայց Գյումրիում չէ, մենք մանդատները վարձ չենք դրել, մենք ունենք 11 ավականի, որոնք իրենց աշխատանքով եւ մենք բոլորս ես ու իմ գործընկերները որպես падգամավորներ, թե կառավարությունը ամբողջ ծավալով աշխատանքները շարունակելու է, որպեսզի Գյումրիի ապագան էլ ավելի լավ լինի։ Պարոն Արուշանյան, այդ հայտարարությունը, որ տարածել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, նշված էր, որ քաղաքապետարանը կառավարվում է ստվերային ուժերի կողմից, ում նկատի ուներ ԿՊ-ն, երբ որ ասում է, որ ստվերային ուժեր կան։ Ամեն դեպքում մեր մոտ այդ տպավորությունն է եղել, երեք մամլոասուլիսը երևի տեսել եք, մեր գործընկերները մանրամասնել են քաղաքապետարանի մեր փոխքաղաքապետերը, խմբակցության ղեկավարը, մեր մոտ այդ տպավորությունն է եղել, որ շատ պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվում քաղաքապետի հետ, քաղաքապետարանում հենց աշխատող աշխատակիցների հետ, X փուլում այդ պայմանավորվածությունները կամ խզվում են, կամ այդ պայմանավորվածությունը իրագործելու ճանապարհին խոչընդոտներ են առաջանում եւ մեր մոտ տպավորություն է եղել, որ կան մարդիկ, որոնք փորձում են այդ Որտեղ են այդ մարդիկ, ովքեր են ավելի Ես իմի անուններ չեմ տա, չեմ կարող անուններ տալ, ասել հստակ X չեմ խուսափում, ուղղակի գուցե չէ, բնականաբար կաշկանդվելու ընդհանրապես բան չունեմ, ուղղակի այստեղ խնդիրներ գուցե իմ սուբյեկտիվ կարծիքը չհամապատասխանի իրականության հետ եւ ինչ որ մարդկանց վրա ստացվի, որ ես չարախոսում եմ կամ ինչ որ բայց այդ ենթադրյալ ստվերային կառավարիչին վերջերս դեսպան չնշանակեց Փաշինյանը, ինչով է խանգարում։ Որ տուն ավելի ճիշտ։ Դե չգիտեմ ինչի ենթադրեցիք, որ ստվերային կառավարիչը հենց ինքն է, բայց դեսպանը դուք ումի նկատի ունեք, ում եք դեսպան նշանակել։ Սամվել Բալասանյանի որդուն։ Բայց ով ասաց, որ մենք ֆիքսում ենք, որ Սամվել Միկա Բալասանյանն է ստվերային կառավարիչը։ Դե դու ասում եք դեսպան, մենք ամեն դեպքում մենք ամեն դեպքում դեսպան, դուք նշեցիք դեսպանը ու մեր խոսքերը ուղղորդեցիք, մենք մեր խոսքերը ուղղորդեցիք դեպի այդ ուղղությամբ, մենք նման բան չենք ասել, նման պնդում չենք արել, իսկ դեսպանի նշանակումը դա մեր տիրույթում չէ, դեսպանի նշանակումը արտաքին գործերի նախարարության տիրույթում է, կառավարության տիրույթում է, իրենք են որոշել դիվանագիտական ինչ պրոցեսներով են ում են նշանակում դեսպանը։ Հնարավոր է խզվի կապը առհասարակ եւ նաեւ դեսպանին հետ կանչելու գործընթացը ԿՊ-ում նման քննարկում կա։ Ես նման բան չեմ կարող ասել, որովհետև այդ գործընթացները եմ ասում կառավարության տիրույթում է, մենք ազգային ժողովի падգամավորները ոչ դեսպան նշանակում ենք, ոչ դեսպանին հետ են կանչում եւ կառավարությունը ինչ կորոշի, ինչ ձևով աշխատանքները կընթանան, այս պայմանությամբ չեմ կարող ասել։ Պարոն Արուշանյան, Բալասանյանենք էին այդ ստվերային կառավարողները, որ ասում եք ստվերից կառավարվում էր քաղաքապետարանը, քաղաքը։ Բալասանյան դաշինքը կոնկրետ անձ եմ ասում, Սամվել Բալասանյանը եւ նրա որդին։ Ես չեմ կարող ասել։ Ես չեմ կարող։ Բալասանյան դաշինքը դաշինքի ներկայացուցիչը այսօր 14 մանդատով քաղաքապետն է եւ Բալասանյան դաշինքի հետ մեր ունեցած հուշագրի խզման պայմանները ամբողջությամբ ներկայացված են։ Հիմի թե այնտեղ ով է
ներքին կառավարիչը ով է կառավարում քաղաքապետարանը, այդ հարցերը տվեք Պալասանյան դաշինքին կամ քաղաքապետին, որը էլ ավելի լավ կիմանա։ Մենք հստակ ել եմ ասում, չեմ կարող ես մի անուններ տալ, որ XYZ մարդիկ են։ Հնարավոր է ամբստայության գործընթաց սկսի Վանաձորի, Ալավերդուհա օպերացիան նաև Գյումրիում տեղի ունենա։ Զավթեք իշխանություն։ Մենք երբևէ իշխանություն չենք զավթել եւ Ալավերդին ուղիղ 180 աշճանով հակառակ պատկերն է Գյումրիի հետ, որտեղ մենք Ալավերդում վերցրել ենք օրինական ճանապարհով վերցրել ենք իշխանություն, Գյումրիում օրինական ճանապարհով հանձնել ենք իշխանությունը։ Մեկը մյուսի հետ համեմատել ընդհանրապես տեղին չի եւ հետագան ասեմ, Ալավերդում գիտեք մեկ ձայնի տարբերություններ, իսկ Գյումրիում 33 падգամավորների 33 ավականիներից քաղաքացիական պայմանագիրը ունի ընդամենը 11 4 ուժերից 11 մանդատ ունեք։ 4 ուժ ենք մենք այնտեղ։ 4 ուժ Պալասանյան դաշինք։ Չէ, 5 ուժ ենք։ ՀՀԿ Ապրելու երկիր։ 5 ուժերից մենք ունենք ընդամենը 11 մանդատ։ Այնտեղ բացարձակ մեծամասնություն չկա եւ 11 մանդատով 33 ավականու մեջ իմպիչմենտի գործընթաց սկսել կամ իշխանություն վերցնելու գործընթաց սկսել անհնարին է։ Մեր օրակարգում նման բան չկա։ Մենք չենք քննարկում իմպիչմենտի հարցը, մենք չենք քննարկում քաղաքային իշխանությունը վերցնելու հարցը։ Մենք ունենք 11 մանդատ, մենք փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի այն քաղաքացիները, որոնք Գյումրիում մեզ ձայն են տվել մեր նախընտրական ծրագիրները իրականացնելու համար եւ վստահություն են հայտնել քաղաքացիական պայմանագրին, փորձելու ենք ամեն ինչ անենք, որպեսզի այդ մարդկանց հուսախաբ չանան։ Պարոն Արուշանյան, դիմերում Ալավերդիում եւ այլն այսպես ասած փոքր համայնքներում սկսված այս գործընթացները, որքան էլ իշխանությունը ասում է, որ արտահերթ ընտրությունների օրակարգ չկա այսօր Հայաստանում, բայց ըստ որոշ վերլուծաբանների այս թիմերում, համայնքներում այսպես իշխանությունը վերցնելու փորձերը խոսում են այն մասին, որ իշխանությունը ամեն դեպքում պատրաստվում է արտահերթ ընտրությունների, նպատակ ունենալով այսպես խորհրդարանի կազմը փոխել, ավելի շատ արևմտամետ ուժեր բերել։ Նման հարցեր քննարկվում է քաղաքացիական պայմանագրի խմբակցության ներսում։ Նման հարցեր մեր մոտ չեն քննարկվել եւ ձեր այս ամբողջ ասածը կոդրում է Գյումրու իրավիճակը։ Այսինքն մենք ինչ ենք ասում, մենք համայնքներում վերցնում ենք իշխանություն, որովհետեւ փորձում ենք նոր ընտրությունների գնալ։ Գյումրիում մենք իշխանություն տվել ենք, Գյումրին երկրորդ քաղաքն է։ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում քաղաքացիական պայմանագիրը ինքնակամ հրաժարվել է իր բաժին իշխանությունից։ Այսինքն այն վարկածները, որոնք շրջանառվում են, որ մենք իշխանություն ենք վերցնում, որբիսի նոր ընտրություններ եւ այլ, այդ ամբողջ միֆը Գյումրին կոդրել է։ Այսինքն փաստացի ունենալով երկու փոխքաղաքապետ, փաստացի ունենալով համատեղ կառավարման հուշագիր, մենք հրաժարվել ենք թե մեր պաշտոններից, թե մեր բաժնի պետերն են նաև ազատման դիմումներ կրել եւ այսօր քաղաքացիական պայմանագիրը քաղաքի ամբողջ կառավարման մեջ ունի ընդամենը 11 բավականու մանդատ։ Մենք ել եմ ասում մեր բաժին իշխանությունից հրաժարվել ենք։ Պարոն Արուշանյան, երբ արդեն հասկացաք, որ ստվերային կառավարում կա։ Տեսեք, այստեղ խնդիրը որպես այդպեսին ինչու մեջ է, որ պայմանավորվածությունները չեն պահվում, այն նախագծերը, այն աշխատանքները, որոնք փորձում էինք կազմակերպել, խոչընդոտների առաջ էին կանգնում, դե կարելի ասել արդեն երկար ժամանակ, բայց մենք միշտ փորձել ենք համատեղ բանակցությունների արդյունքում, համատեղ քննարկումների արդյունքում այն ինչը լավ է քաղաքի համար գալ ընդանուր լուծման, որ այս նախագծերը լավ են քաղաքի համար, այս նախագծերը անելու ենք